ձեր դիտարկումները այս process-ի հետ կապված։ Մեր ժողովրդի մեծագույն զավակներից մեկին այսօր դատում են, կալանավորել են, ովքեր են այդ դատողները, շարլատանները, խաբեբաները, ստախոսները, իրենց բարեկամ մեր թշնամի երկրից ինչպես կոչել են հարբեցող ծաղրացուները, եւ դրանք որոշում են մեր ժողովրդի բախտն ու ճակատագիրը, եւ մենք տեսել ենք նրանց որոշացի արդյունքում ինչ է ստացվում, հազարավոր երեխաների կյանքն են խլում, վամպիրի պես խմում են նրանց արյունը, տարածքներն են հանձնում, հետևողականորեն եւ շարունակաբար եւ հենց Բագրատ Սրբազանն էր որ կանգնեց եւ գավազանը զարկելով ասաց դե բավական է եւ Կիրանցում զսպվեցին եւ թշնամին էլ հետ քաշվեց եւ մի պա լռեցին զգաստացան հասկացան որ երկիրը տեր ունի եւ եթե կարծեմ տեղյակ են շատերը որ թշնամի երկրի հերոստանգերություններն էլ սկսեցին ցույց տալ, որ այստեղ կան ուրեմն ռևանշիստներ։ Ինչ ռևանշիստ, մենք մեր հողի տերն ենք, մեր երկրի, մեր ազգային իղձ նպատակը ունեցողներ ենք, բայց կպշատ պարագլուխներ դուք լսել եք, որ հայտարարել են, որ ազգային իղձ չունեն, երազանք չունեն, ինչ են անում այս երկրում, ես չեմ հասկանում, երևի սպասում են, որ վերջապես հայ ազգը զարթնի եւ դրանց բոլորին կանգնեցնի արդարադատության առաջ, այն մեծ ոչիրը, որը կատարել են խմբովի եւ խմբովի պատասխանը տալու են, գալու է այդ օրը եւ դա լինելու է մեծագույն զարթոնք։ Խմբեր են ման գալիս, որոնք պիտի կառավարական կայքերը շարքից դուրս բերեն ու տեղադրեն, ասենք Փաշինյանի նկարը օզավոր սատանայի կերպարով, գրականության մեջ սա որ ժանրի մեջ է տեղադրվում։ Գիտեք, չարքապատկաններին ընդհանրապես չի կարելի անդրադառնալ իրենց խոսքին նկատի ունեմ, վերլուծել, որտեղ դա անարժեքություն է, դա ոչնչություն է։ Եվ հիշում եմ Սողժինիցին ասում էր, եթե ուզում եք սուտը ոչնչանա, մի կարդացեք նրանց թերթերը, նրանց լուրերը մի դիտեք, նրանց ժողովներին մի մասնակցեք եւ այդ սուտը կմեռնի։ Այդ սուտը այդ չարքապատկանները, այդ քպեական պարագլուխները կոչնչանան այդ դեպքում եւ եթե մենք այո շարունակաբար տևականորեն չանդրադառնանք նրանց խոսքին, նրանց ասածին, կտեսնեք որ ինքն է ոչնչանան եւ գալու է այդ օրը եւ ես վստահ եմ որ այո լինելու է ազգային զարթոնքը, որովհետեւ այլևս չկա տեղ որ այդ անդունդը իջնենք, մարդիկ արդեն հասկանում են որ ամեն ինչ են կորցնում, այդ թվում այդ շարունակականությունը կարծում եմ նա հիմա ստացավ թե հաջորդը ինչ պիտի հանձնի, այս այդպես կարող եմ ասել, բայց ես չեմ ուզում ոգևորել թշնամիներին, որ իբր մենք պատրաստ ենք տարածքներ տալու, ոչ, երբեք ոչ։ Ասում եք չանդրադառնանք, բայց արդեն միջազգային մամուլն է անդրադառնում Բագրատ Սրբազանի ձերբակալությանը, նաև ամբողջ միջազգային մամուլում անդրադառնում են Փաշինյանի վերջին ցենզուրայից դուրս գրառումներին, անդրադառնում են Աննա Հակոբյանի մերելից դա չի ոչի եւ այս բառապաշարով վստահ եմ, որ այդ միջազգային հանրությունը այլևս չի զարմանում այն պահից սկսած եւ պարտության սիմվոլները վերաշնչավորվեցին մեզանում եւ մենք պարտության սիմվոլներին ուղարկում ենք բանակցությունների եւ այդ նույն միջազգային հանրությունը իսկապես զարմացել է ինչպես կարելի է մարդը գնա ուրեմն ձախողի ամեն ինչ հազարավորների կյանքը արյունը խմի եւ հիմա գա եւ նորից վերընտրվի սա իսկապես զավեշտ էր անընդռնելի եւ խապկանքի մեջ ինչքան խարխապեցին մեր հայրենակիցները որ գնացին կույր ընտրեցին այս չարքապատկանների եւ հիմա իհարկե ամեն բանը սпасելի է նրանք հասկանում են որ հայերը հիմա ճիշտ ընթացքի մեջ չեն եւ այդ խոտոր ճանապարհից մենք ինչքան հնարավոր է շուտ պիտի կարողանանք դուրս գալ համազգային զարթոնքը լինի ես եմ շնորհակալ